Մենք այսօր ընդունելու ենք հաղորդություն եւ ես այսօր խոսելու եմ հաղորդության մասին, պատրաստելու ենք այսօր ամեն մեկս մեր սրտերը մոտենալու Տիրոջ մարմնին, մենք փորձելու ենք մեր անձը, մենք տեսնելու ենք նորից ու նորից ամեն անգամ հիշելու ենք, թե Տերը ինչ արեց խաչի վրա մեզ համար եւ մեր սրտերը պատրաստենք Տիրոջը մոտենալու եւ ընդունելու հաղորդությունը, որը Քրիստոսի մարմինն է եւ Քրիստոսի արյունն է։ Գիտեք, առաջի Կորինթացիների թղթում 11-րդ գլխի մեջ Պողոս առաքյալը խոսում է այդ մասին։ Երբ որ մենք կարդում ենք 20-րդ խոսքից, ասում է, երբ որ մեկտեղ ժողովում, մեկտեղ եք ժողովում։ Սա տերունական ընթրիքն ուտել չէ, որ ամեն մեկն առաջ իր ընթրիքն է անում ուտելու ժամանակ։ Մեկը սոված է, մյուսը հարբած, միթե տուն չունեք ուտելու, խմելու կամ Աստծո եկեղեցին արհամարում եք։ Եվ Չքավորների 11-րդ գլուխ ես կարդացի 21-րդ խոսքից։ Չքավորներին ամաչեցնում, ձեզ ինչ ասեմ, գովեմ ձեզ այս բանում, չեմ գովում, որովհետև ես Տերից ընդունեցի եւ 23-րդ խոսքից ասում եմ, որ Տերից ընդունեցի եւ ձեզ էլ ավանդում եմ, այն որ ավանդեցի, որ Տեր Հիսուսը, որ այն գիշերը, որ մատնվում էր հացն առավ, գոհանալուց հետո կտրեց եւ ասեց, առեք երեք այս է իմ մարմինը, որ ձեզ համար կոտրվում է, այս արեք իմ հիշատակի համար։ Այնպես էլ ընթրիքն ուտելուց հետո բաժակն առավ եւ ասեց, այս բաժակը նոր ուխտն է իմ արյունով, այս արեք քանի անգամ որ խմեք իմ հիշատակի համար։ Որովհետեւ քանի անգամ որ այս հաց ուտեք եւ այս բաժակը խմեք, Տիրոջ մահը պատմեցեք, մինչեւ որ նա կգա։ Ուրեմն ով որ այս հացն ուտի կամ Տիրոջ բաժակը խմի, անարժանությամբ նա պարտական կլինի Տիրոջ մարմնին եւ արյանը։ Ուրեմն թող մարդ փորձի իր անձը եւ ապա այդ հացից ուտի եւ այն բաժակից խմի, որովհետեւ անարժանությամբ ուտողը եւ խմողը իր անձի համար դատաստան է ուտում եւ խմում, որ չի որոշում Տիրոջ մարմինը։ Նրա համար էլ ձեր միջում շատ հիվանդներ, ցավագարներ կան, շատերն էլ ննջած են, որովհետեւ եթե մեր անձերը դատենք, չենք դատապարտվի։ Հետո ասում է դատելով Տիրոջից խրատվում ենք, որ աշխարհի հետ չդատապարտվենք։ Ուրեմն եղբայր, երբ որ ժողովեք ուտելու համար, իրար սպասեցեք, ապա եթե մեկը սոված է, թող իր տանը ուտի, որ դատապարտության համար չժողովեք, բայց ուրիշ բաներ էլ երբ որ կգամ, այն ժամանակ կպատվիրեմ։ Գիտեք, Պողոս առաքյալը այստեղ Կորինթացի եկեղեցուն սովորեցնում է հաղորդության մասին, ինչպես պետք է մոտենալ հաղորդությանը, ինչ պետք է անել, սա տերունական ընթրիք չէ, սոված եք, ասում է, ինչա տուն չունեք, որտեվ առաջի դարում մենք տեսնում ենք, որ եկեղեցին ընդհանրապես ամեն բան անգամ ոնց որ իրար հետ հավաքվում էին, շփվում էին եւ կային տարբեր, ոնց որ ասած, տարբեր Կորինթոսի եկեղեցում տարբեր մարդիկ, որ եկել են եկեղեցի։ Եվ այստեղ մի քանի խնդիրներ կա, որ Պողոս առաքյալը այդ խնդիրներին անդրադառնում է։ Եվ այդ խնդիրները եկեղեցու ներսում կարգ ու կանոնի հետ կապված, մոտենալու, լրջության հետ կապված, հաղորդության հետ կապված, եւ այդ խնդիրները լուծում է բերում։ Որովհետեւ եկեղեցին այնտեղ մեկը հարբած էր գալիս, որ ասում է, այդպես ո՞նց է գալի, ասում է, մոտենում հաղորդությանը։ Ինչպես կարելի է այդ բանի տակ գալ ու մոտենալ հաղորդությանը։ Մեկը ասում է գալիս էր ուտելու համար ավելի շատ, հաց էր ուտում եւ այլ ավելի շատ, ասում է տուն ունեք եւ առաջի դարվա այդ կապված ինքը բերում էր այդ խնդիրները, այդ խնդիրների լուծումը։ Եվ մենք ասեմ, որ մենք մոտենալով հաղորդությանը, մենք մոտենում ենք շատ երկյուղած լինելով։ Մենք մոտենում ենք ոչ միայն երկյուղած լինելով, մենք մոտենում ենք գիտակցաբար։ Մենք մոտենում ենք, որ արյան հետ կապված, որ սա Հիսուսի արյունն է եւ Քրիստոսի մարմինն է, եւ մենք գիտակցում ենք այդ արյունը խաչի վրա թափվեց, ինչի համար թափվեց։ Մենք էինք պատճառը։ Որ այդ մարմինը խաչի վրա կոտրվեց, տանջվեց, հարվածվեց, ցավեր կրեց, եւ որն էր պատճառը։ Մենք էինք պատճառը։ Մեր պատճառով Հիսուսը խաչը բարձրացավ։ Եվ երբ որ մենք հասկանում ենք, որ այդ ամենի մեջ պատճառը ես եւ դու ենք եղել, պատճառը մենք ենք եղել, որ Հիսուսը տառապեց, որպեսզի ես եւ դու ազատվենք տառապանքից, որ ես եւ դու, լինենք ազատ մեր մեղքերից, լինենք ազատ մեր ցավերից, մեր հիվանդություններից, մենք ենք եղել պատճառը, որ Հիսուսն եկավ այս աշխարհ, որ վերցնի մեր ցավը, մեր հիվանդությունը, մեր մեղքերը, եւ մենք այդ հասկանալով մոտենում ենք հաղորդությանը։
Դատելով ինքներս մեզ, որովհետև ասում եմ, թե մենք դատենք մեզ, մենք չենք դատի, դատվի ես աշխարհի հետ։ Դատելով մեզ, որ մենք ասում ենք Տեր, ես գիտեմ, որ ես մեղք եմ գործել, գիտեմ, որ սխալվել եմ, գիտեմ, որ թերությունը իմ կողմի վրա է, եւ ես գիտեմ նույնպես ինչ ես դու արել խաչի վրա։ Գիտեմ, որ իմ դատը դու ես տարել, որովհետև մենք մեզ դատելով ինչ է նշանակում մեզ դատել։ Մեզ դատել դա նշանակում է, որ այո, ես ասում եմ, որ ես սխալ եմ, բայց ես նույնպես գիտեմ, որ իմ դատը Քրիստոս ինձ համար դատվեց։ Ես տալիս եմ իմ դատը Տիրոջը։ Նա դատվեց։ Այո, ես ընդունում եմ իմ կողմը, որ ես սխալվել եմ, բայց ես ընդունում եմ, որ ես չեմ կարող լուծում բերել իմ սխալի համար։ Լուծումը խաչի վրա Հիսուսն արեց։ Եվ ես տալիս եմ դատը Տիրոջը եւ ընդունում եմ այն ինչ որ Հիսուսն արեց ինձ համար։ Եվ ես հրաժարվում եմ իմ սխալներից։ Պտտվում եմ։ Մեջքով եմ դառնում սխալներին եւ դեմքով դեպի Տիրոջը։ Ամեն։ Եվ Տիրոջ արյունը մաքրում է ինձ։ Տիրոջ արյունը սրբում է ինձ։ Գիտեք, ես ուզում եմ մի կարևոր բան նույնպես ասել։ Տիրոջ սեղանի մասին եմ ուզում ասել։ Առաջի Կորինթացի 10:21-ում 10:21 այստեղ գրված է հետարքիր բայց այն որ հեթանոսները զոհում են դևերին են զոհում։ Մենք գիտենք որ հեթանոսական ժամանակաշրջանում կային զոհաբերություններ, կուրքերի զոհաբերություններ։ Երբ որ մարդիկ կուրքերի զոհաբերություններ էին բերում, հետո նրանք հավաքվում էին այդ զոհաբերությունը ուտում էին։ Եվ այդ ուտելու ընթացքում ասում են հիմա հեթանոսները երբ որ անում են դևերին են զոհում, ոչ թե Աստծուն։ Իսկ ես չեմ կամենում որ դուք դևերին մասնակից լինեք։ Չեք կարող Տիրոջ բաժակը խմել եւ դևերի բաժակը։ Չեք կարող Տիրոջ սեղանից վայելել եւ դևերի սեղանից։ Ես ուզում եմ այդ սեղան հասկացողությունը մենք հասկանանք։ Ամեն մեկս մեր տան մեջ ինչ ունենք։ Սեղան։ Եվ սեղանի շուրջ հավաքվում են ովքեր։ Նախ եւ առաջ ընտանիքի անդամները, մեկ մտերիմները, ընկերները։ Սեղանը դա ընկերության, հաղորդակցության շուրջ է հավաքում իրեն, չէ՞։ Եվ դա խոսում է շատ ուժեղ հաղորդակցության մասին։ Եվ գիտեք այստեղ ինչ ասում, չեք կարող դևերի սեղանի հետ մասնակից լինեք եւ նույնպես Աստծո սեղանի հետ։ Սա ինչ է խոսում, մենք ամեն մեկս մի ժամանակ Աստծուց հեռու ապրում ենք ուրիշ սեղանի շուրջ։ Մենք ունենք մեր սեղանները, տարբեր սեղաններ, մեղքի սեղաններ։ Մենք ամեն մեկս ապրում ենք մի կյանքի մեջ, որը որ Տիրոջ հետ կապ չունենք եւ Աստծո աշկերի առաջ դա գարշելի էր, որը մեղավոր ապրելակերպ էր։ Եվ գիտեք, մենք եթե այդ վիճակի մեջ լինելով ենք մոտենում Տիրոջ սեղանին, մենք մեր անձի համար դատաստան ենք ուտում։ Որ չենք որոշում Տիրոջ մարմինը։ Դա կարևոր մի բան է, որ մենք չենք կարա մեղքը սիրենք եւ Աստծուն սիրենք իրար հետ մեկտեղ։ Այդ սեղանին, երկու սեղանին մասնակից լինելը անհնար է։ Տերն ասես չի կարա երկու տեսակի ջուր տա մի աղբյուրը։ Չեք կարամ երկու Տիրոջ սիրեք։ Հիշում եք Հիսուսի խոսքերը, Աստծուն եւ Մամոնային։ Չեք կարող։ Նույնպես մենք չենք կարա մեղքը սիրենք եւ մենք համել Աստծուն սիրենք։ Մենք չենք կարող այդ սեղանին, որը որ մի ժամանակ այդ մեղքի սեղանն էր, որ մենք մասնակից ենք լինում այդ սեղանին ու հետո էլ Տիրոջ սեղանին մասնակից լինել։ Դա իրականում մենք ոնց որ ասած մենք կրակի հետ խաղանք։ Հոսանքի հետ կա, չէ՞, երեխաներին ինչ ասում, հոսանքի հետ պետք չի խաղալ։ Հոսանքի հետ խաղալ դա նշանակում է կյանքի ու մահվան հետ։ Մահը ինչ է։ Մեղքի վարձքը ինչ էր։ Իսկ ինչա կյանքը։ Հիսուսն է կյանքը։ Մենք չենք կարա մահվան հետ խաղանք, որի մեղքն է։ Եվ Տիրոջը ասենք, դե դու կյանքն ես, ես դու իմ մեջ ես։ Բայց ինչ, եւ որ Տերը մեր մեջ է, ինչ ենք խաղում շատ անգամ մեղքի հետ։ Սիրում են։ Մենք չենք կարա երկու սեղանից մասնակից լինենք։ Ինչ ենք այսօր մենք անելու։ Մենք ասելու ենք աշխարհը իմը չի, աշխարհի սեղանը իմը չի։ Ես ուզում եմ առանձնացված լինեմ Տեր քո համար։ Գիտեք ինչ է նշանակում լինել սուրբ։ Դա նշանակում է լինել առանձնացված Աստծո համար։
Նա նշանակում է Քրիստոսի արյունով սրբված մարդիկ կոչվում են սուրբեր։ Ես չեմ ասում կատարյալներ, սուրբեր, որտեղ Տիրոջ արյունը սրբում է մեզ, մաքրում է մեզ։ Եվ Աստվածաշունչը հավատացյալների ժողովքին կոչում է հետևյալը՝ սուրբերի ժողովք։ Սուրբերի ժողովք։ Ինչի՞ մենք մեր գործերով չենք սուրբ, Տիրոջ արյունն է մեզ սրբել։ Մեր շնորհքով չենք, որ մենք դառանք սուրբ, ոչ, նրա շնորհքը, նրա սերը մեզ դարձրեց, իր արյան միջոցով մաքրեց ու սպիտակ հանդերձներ հագցրեց։ Այնպես որ մենք մեղքի հետ խաղալով մենք չենք կարող երկու սեղանին մասնակից լինել։ Դրա համար էլ հենց 11-րդ գլխի մեջ ասում է, ուրեմն թող մարդ փորձի իր անձը։ Նոր մոտենա։ Փորձել, դա չի նշանակում, որ հիմա ես օրինակի համար մի հատ սխալ եմ գործել, ինչ որ մեղք եմ գործել, եւ ես պիտի չմոտենամ։ Մենք գիտենք, որ մենք կատարյալ չենք։ Այո, մենք ապաշխարում ենք։ Մենք ասում ենք սուրբ էլ սրբվի։ Մենք փոխվում ենք։ Բայց այնքան կարևոր է, որ իմ սրտում աշխարհը մեռած է։ Ես աշխարհի սեղանի հետ ընդհանուր ոչինչ չունեմ։ Ես մեղքը չեմ սիրում, որովհետև ես ատեցի մեղքը։ Ես սիրում եմ Տիրոջը։ Ես սկսում եմ սիրել արդեն այն բաները, որ Աստված է սիրում, ատել այն բաները, որ Աստված է ատում։ Եվ եթե իմ կյանքում այդ ներսի, իմ ներսում էս ամենը բարձրացածը, դա նշանակում է ես Տիրոջ սեղանին մասնակից եմ։ Սեղանը դա ընկերակցություն է, դա հարաբերություն է։ Որ ես չեմ այն աշխարհի մեղքի սեղանից հրաժարվելով Տիրոջ հետ եմ ընկերակցություն անում։ Հիշում եք Հիսուսը ինչ ասեց իր աշակերտներին, օտար չեմ ասում ձեզ, այլ ընկերներ ու բարեկամներ։ Դուք իմ սեղանի մասնակիցն եք։ Նստեցին մի սեղանի շուրջ։ Նրանք իրար հետ մեկ էին դառել։ Ամեն։ Նույնպես ուզում եմ ասել, Առաջի Կորինթացիների 10-րդ գլուխ 16-րդ խոսքը ասում է. Այն օրհնության բաժակը, որ օրհնում եք, չէ որ հաղորդություն է Քրիստոսի արյան, այն հացը, որ կտրում եք, չէ որ հաղորդություն է Քրիստոսի մարմնի։ Հաղորդություն։ Հաղորդություն բառը, սա արդեն սեղան ընկերությունն է, հաղորդությունը արդեն հաղորդակցվել, շփվել, մեկ լինել։ Մենք արյունով, երբ որ մենք ընդունում ենք, այդ արյունը մեզ մեկ է սարքում։ Քրիստոսի մարմինը, մարմին, Քրիստոսի մարմինը կոտրվեց։ Կոտրվելով, նայեք, մինչև կոտրվելը Քրիստոսի մարմինը, ինքը մեկ էր։ Եվ երբ որ կոտրվում է, մասնատվում է, ինքը շատ կտորների է բաժանվում։ Կարելի է մի հատ այն բաժանված կտորները ցուցադրենք։ Մի քիչ sense take պայեմ երևում է տեղից։ Նայեք, շատ մասնատված, բայց գիտեք, որ այս մասնատված կտորները ինքը եղել է մեկ ամբողջի մեջ։ Եղել է մեկ ամբողջ, հետո մասնատվել շատ կտորներ է դառել։ Ու երբ որ մենք Տիրոջ մարմնի հետ ընդունում ենք Տիրոջ մարմինը, մենք դառնում ենք Քրիստոսի հետ, ինչ? Մեկ ամբողջություն։ Եվ Քրիստոսի մարմինը մենք գիտակցում ենք, ինչի համար է կոտրվել Քրիստոսի մարմինը։ Այդ մարմինը տառապեց, այդ մարմինը չարչարվեց, այդ մարմինը պատրվեց ամբողջությամբ։ Գիտեք, 39 հարված այդ մարմինը խարազանի հարված 39 կրեց։ 39 հարվածով, գիտեք, հռոմեական այդ խարազանը, այդ պլետը, գիտեք, ասում են, որ այդ առաջի դարում այդ պլետները նրանց ծայրերին եղել է կոշտ մետաղներ ու կարծես են կարթի, ձկան կարթի նման այսպես, հա, որ ինքը սենց, հա, սուր բաներ։ Եվ այդ խարազանը մի բան չէ, իրա բաժանվում էր շատ, ուրեմն պատկերացրեք ոնց որ մետաղյա սենց չանչ խփեին եւ հետո այդ պատրեին 39 նման հարված կրեց Հիսուսը։
Եվ այդ մարմինը պատրվեց ամբողջությամբ։ Ու գիտեք, ես լսել եմ, չգիտեմ ինչքանով է դա իրավացի, բայց լսել եմ հիմնականում մարդկության ամբողջ հիվանդության տեսակները 39 տեսակի է բաժանվում։ Մարդկության ամբողջ հիվանդության այդ բաները։ Արմատները գալիս է 39 տեսակ։ Դա նշանակում է Քրիստոսի մարմինը նրա վերքերով ես բժշկվում եմ ամեն տեսակի հիվանդությունից։ Իմ հիվանդությունները Քրիստոսը խաչի վրա տարավ։ Այդ արյունը, որ թափվեց, այդ արյունը կատարյալ ու անբիծ արյունը, որ խաչի վրա թափվեց իմ մեղքի պատճառով, որ ես ազատ լինեմ մեղքից։ Եվ մենք պետք է գիտակցենք այդ մարմնի տառապանքը, երբ որ այդ մարմինը կրեց փշեպսակը, փուշը խորհրդապատկերում է անեծքը մարդկության։ Որ Քրիստոսը խաչի վրա տարավ իմ անեծքը եւ ինձ դրեց իր օրհնության մեջ, վերցրեց իմ անեծքը, տվեց օրհնությունը, վերցրեց իմ հիվանդությունը, տվեց բժշկությունը, վերցրեց իմ մեղքը, տվեց սրբությունը, խաչի վրա տեղի ունենում փոխանակում, վերցրեց ինձանից, տվեց իրենը։ Եվ երբ որ ես հասկանում եմ, որ Աստված այնպես սիրեց այս աշխարհը, որ իր միածին որդուն տվեց, որ այդպես տարապի, որ ես չտարապեմ։ Որ այդ օրը գցենք, Եսային Մարգարյանում ասում է, նրան վրա մի տեսք չկար, որ ախորժեինք։ Երես էին ծածկում, ասում, այնպիսի տեսք էր, որ երես պիտի ծածկվեր։ Եվ այդ ամենը կատարվեց իմ համար։ Այդ ամենը կատարվեց իմ մեղքի պատճառով, որովհետև ես հեռացած էի Աստծուց։ Եվ Աստծո սերն ու շնորհքը այնքան մեծ էր, որ ինձ վերականգնեց։ Եվ Քրիստոսի մարմինը նույնպես խորհրդապատկերում է եկեղեցին։ Ինձ դրեց իր տան մեջ, եկեղեցու մեջ։ Եվ եկեղեցին պետք է լինի միաբան սիրելի եկեղեցի։ Երբ որ մենք ընդունում ենք իրար հետ հաղորդություն, իրար հետ, Պողոս առաքյալը 11-ում ասում է, չի որոշում Տիրոջ մարմինը։ Մենք այնքան կարևոր է որոշենք Տիրոջ մարմինը, որ ես եւ դու Տիրոջ մարմնի անդամներ ենք, մենք քույրեր ու եղբայրներ ենք, մենք ունենք ֆիզիկական ընտանիք, բայց կա հոգևոր ընտանիք, որտեղ Հայրն Աստված է, եւ մենք իր զավակները, դուստրերը եւ որդիները։ Մենք ամեն մեկս պետք է գիտակցենք եւ ընդունենք մեկս մյուսին եւ ընդունենք, որ դու իմ քույրն ու իմ եղբայրն ես։ Ես էլ քո եղբայրն եմ։ Ընդունենք մեկս մյուսին եւ որոշենք Տիրոջ մարմինը։ Եվ պահենք այդ միաբանությունը, որը Քրիստոսի մարմնի միաբանությունն է։ Մենք ընդունելով հաղորդությունը, մենք իրար հետ մեկ ենք դառնում։ Եվ այդ սերը, երեք արյունն է, չէ՞ մարմնին կյանք տալի։ Արյունը։ Եվ ընդունելով արյունը մեր կյանքի մեջ, մենք ապրում ենք։ Եվ մենք կարողանում ենք սիրել, որովհետև այդ նրա հոգին եկավ մեր մեջ, սիրո հոգին, եւ մեզ ապրեցրեց։ Այնքան կարևոր է մենք պահենք սիրելի եկեղեցի, պահենք միաբանությունը, որովհետև սենց օրինակ վերեմ։ Երբ որ ես հասկանում եմ Քրիստոսի մարմինը կոտրվել է ինձ համար, ես նույնպես հասկանում եմ, որ Քրիստոսի մարմինը կոտրվել է իմ կողքի քրոջ կամ եղբոր համար։ Եվ երբ որ հասկանում եմ ես, որ Քրիստոսի արյունը թափվել է իմ մեղքերի համար, ես նույնպես հասկանում եմ, որ Քրիստոսի արյունը թափվել է իմ կողքի քրոջ կամ եղբոր համար։ Եվ երբ որ ես սա հասկանում եմ, գիտեք ինչ եմ անում։ Ես ընդունում եմ հաղորդություն, ես հասկանում եմ իմ կողքինը կատարյալ չի։ Եկեղեցին կատարյալ չի։ Նրա համար էլ արյուն թափվել, իմ համար էլ թափվել։ Ու երբ որ ես ընդունում եմ, ես սկսում եմ սիրել, ես սկսում եմ ներել։ Ներենք մեկս մյուսին։ Ու երբ որ ես սկսում եմ սիրել ու ներել, ես կարողանում եմ ընդունել եւ պահել միաբանությունը։ Ու եթե իմ կողքի քույրը կամ եղբայրը եկեղեցուց որևիցե մեկը ինչ որ մի հարցում է սխալվում է, ես ինչ եմ ցույց տալիս իրան ատամ։ Իսկ եթե ատամ եմ ցույց տալի, ես ուրեմն այս հաղորդության հետ կապված հարց ունեմ։ Պատկերացնում եք ինչ եմ ասում։ Հաղորդության հետ կապված հարց ունեմ։ Որտեվ մոռացա, որ նրա համար արյուն էր թափվել, մոռացա, որ իմ համար արյուն էր թափվել։ Իսկ եթե սեր եմ ցուցադրում, ես հիշում եմ, որ իմ համար էլ արյուն թափվել։ Ոնց կարող է ես իմ համար եթե ինձ ներվել է, ոնց ես չներեմ։
ու այդ անելով մենք պահում ենք միաբանությունը։ Ու երբ որ մենք ընդունում ենք հաղորդություն, որ ասում ընդունեցի հաղորդություն, ես եւ դու մեկ ենք դառնում։ Ոնց կարամ ասեմ, դու իմը չես։ Ոնց կարաս դու քո ընտանիքի անդամներին չասես մերոնք։ Պատկերացնում եք մտածելակերպը։ Գիտեք շատ անգամ ում է դա եղել, որ մարդիկ մոտեցել են ասել են ձերոնք ինչ են անում, ձերոնք ի նկատի ունենալով եկեղեցին։ Եղել է որ տենց արտահայտվել են։ Ձերոնք ձեր եկեղեցում արդյոք ձեր, այսինքն ինքը ավտոմատ այդ խոսքերի մեջ ասեց ես ձերը չեմ։ Բայց ինքը գիտակցում է, որ ինչ որ մի հատ միտեղ կա, որտեղ մարդիկ մերոնք են։ Հա? Ու դա ինքան ռեալ ու իրական է։ Անկամ կան մարդիկ եկեղեցում, որ գալիս են եկեղեցի, բայց իմ հետ խոսալուց ասում են, դե ձեր մոտ։ Իմ մոտ մի քիչ ձեր մոտ է, դա իրանց մեր մոտը չի։ Ժոր մտածելակերպի մեջ անգամ պարակտոն պիտի չլինի։ Ես նույնպես ուրիշ բանել եմ ուզում ասել։ Երբ որ ես խոսում եմ ընդհանուր քրիստոնեության մասին, Քրիստոսի մարմինը մեկ է։ Բա այն անգարում ոնց որ Քրիստոսի մարմինը չի։ Անգարից էլ կներեք էլի այդ բառն եմ տենց ասում։ Անգար ընդհանրապես անգար չեմ էլ ասում։ Հա վայրն է, հավաքատեղին է։ Բայց մեր քույր եղբայրներն լսեք, մարմինը մեկ է։ Երբ որ գնանք երկինք, մենք չենք գնալու, որտեվ կյանքի խոժ եկեղեցու անդամ ենք, որտեվ Քրիստոսի մարմնի անդամ ենք։ Ես չեմ ասում, որ մենք դադարում ենք կյանքի խոժ եկեղեցի լինելուց։ Ոչ, մենք մնում ենք երկրի վրա կյանքի խոժ եկեղեցի, որովհետև մարմինը շատ անդամներ ունի։ Ձերքը, ոտքը։ Ձերքը երբեք ոտքին չի ասում դու ինձ պետք չես։ Ընդհակառակը օգնում են մեկը մյուսին։ Բայց ուզում եմ ասել անգամ ձերք անունն է տարբեր ոտք անունից։ Այո, մենք կարող ենք տարբեր անուններ կրենք։ Հոգի գալստական եկեղեցին, Գողգոթա եկեղեցին, կյանքի խոզ եկեղեցին, մկրտական եկեղեցին, ավետարանական եկեղեցին, ավետարան չկա։ Մենք կարող ենք տարբեր անուններ, բայց Քրիստոսի մարմին ենք կոչվում։ Դրա համար մենք պիտի մեր մեջ էլ այդ մտածելակերպի մեջ էլ պարակտում չլինի։ Այո, մենք տեսիլքի, մենք գիտենք, եթե ես կյանքի խոսք եմ, ես ունեմ իմ ընտանիքը, ձերք եմ, ձերքի գործ եմ անում։ Ձերք եմ, անունն էլ է տարբեր ոտքից, գործի էությունն էլ է տարբեր։ Տենց է թե չէ։ Ձերքը ոնց կարա ոտքի գործ անի։ Էությունն էլ է տարբեր, չէ, բայց մի մարմին ենք մենք։ Կյանքի խոսքը իր գործն ունի անելու։ Գողգոթան իր գործը, մյուսը իր գործը, ամեն մեկը իրանց նպատակն են իրականացնում Աստծուց տրված, բայց մենք միասին կոչվում ենք մարմին, Քրիստոսի մարմին։ Ուշադրություն դարձրեք, ես վկաներին չբերեցի այդ մարմնի մեջ։ Կա քրիստոնեություն։ Քրիստոնեությունն է մեկ մարմին։ Ովքեր Քրիստոսի վարդապետության հիմքի վրա են կառուցում։ Ուրեմն մենք մոտենալուց Տիրոջ մարմինը պետքա որոշենք ու ընդունենք։ Գիտեք, մեր մասին կարան խոսեմ, բայց եկեք մենք որոշենք, մենք չխոսենք։ Հա ինչ անենք։ Ում ընտանիքում մի քանի երեխա կա։ Կարակ ասեք, ում ընտանիքում կա մի քանի երեխա։ Թող համարցեք ձեր բարձրացրեք։ Եթե մի քանի երեխա կա ձեր ընտանիքում, հետ երեխան երեխու չի խոսում, չեն գալի այն մեկը, բայց ես ասի ինձ ինչ արեց եւ այլն։ Բայց եկեք որոշենք, որ մեծերը չխոսեն։ Իսկ ծնողը նայում է երեխեքին, երկուսն իրանն են, չէ՞։
Ով է կարում հարթի, ների, ով որ մեծ է։ Մենակ ռազմերներով ու տարիքով չէ, ներսի մարդով։ Կարա ինքը ֆիզիկապես տարիքով փուճուր լինի, բայց ներսի մարդով մեծ։ Մեծ է կարաների։ Համի ես չեմ ասում, որ մեր Վանաձորի կյանքի խոզ եկեղեցին։ Գիտես քանի տարի է։ Չէ, մենք նոր եկեղեցի ենք։ Հələ նայեք ուրիշ եկեղեցիներ, շուտվա եկեղեցիներ։ Բայց ես ուզում եմ ասել, եկեք հոգևոր Քրիստոսին նմանվենք, մեծ լինենք։ Սիրելով, իրապես վարվելով։ Չէ՞ որ մեր բոլորի նպատակն է նմանվել Քրիստոսին, մեծանալ։ Չդատենք մեկս մյուսին։ Ոչ միայն մեր ներսում իրար, այլ նաև քրիստոնեան մարմնի մեջ մեկս մյուսին։ Եկեք որոշենք Տիրոջ մարմինը։ Խոսալու մեջ էլ տեսել եք երկու երեխա, որ ամեն մեկ իր պապայից խոսում է։ Իմ պապան։ Մեկն նայում է ոնց իր պապան։ Բա իմ պապան։ Բա չէ, դու չգիտես ուտես ոնց որ տեսել եք եկեղեցու մեջ մեր եկեղեցին, մեր հովիվը, եկել է մեկը։ Բա մեր եկեղեցին։ Դա խոսում է լպուջուր, ոչինչ։ Կմեծանա։ Գիտեք, ամենի մեջ պետք է փառավորվի Տերը, Տիրոջ անունը։ Մենք մեր սրտի մեջ, նայեք, մի բան կա, որ մենք պետք է հասկանանք։ Ֆիլիպեցի 2-րդ գլուխ 3-րդ խոսքը։ Ոչ մի բան չլինի գրգռումով, ոչ էլ սնապարտությունով, այլ խոնարհությունով, թող մեկը մյուսին իր անձից ավելի լավ համարի։ Եթե դու կարող ես քո կողքի մարդուն պատիվ տաս ու իրան մեծ համարես քեզանից, դա խոնարհության վիճակն է։ Ահա, խոնարհությունով սա անել։ Եթե այդ չենք անում, ուրեմն խոնարհությունը հələ այդտեղ մի քիչ խոնարհվելու էլի տեղեր կա։ Նենշի խոնարհությունը միշտ տեղ կա։ Խոնարհության չափանիշն է, որ դու կարողանաս ծառայես ու այն մեկին դիմացինիդ պատիվ տաս, քեզ փոքր համարես, ասես պատիվ է, նա մեծ է։ Ես մեծին պատվում եմ։ Կապ չունի տարիքին։ Քո կողքի մարդուն, եկեղեցու անդամին։ Չէ որ Հիսուսն ասեց, ձեր սիրով կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք, ոչ թե ձեր շատ գործած հրաշքներով։ Ձեր սիրով աշխարհն էլ կզանազանի ոչ թե շատ գործած հրաշքներով, որտեղ ասում է ցրանով կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք, եթե իրար վրա սեր ունենաք։ Ոչ թե շատ գործած հրաշքներով, այլ իրար նկատմամբ մեր վերաբերմունքից է աշխարհը զանազանելու։ Մենք ով ենք։ Դրա համար սիրելի եկեղեցի, հաղորդությունից առաջ մեր սրտի մեջ պետք է մենք որոշում կայացնենք։ Հասկանանք ինչ արեց Հիսուսը խաչի վրա։ Ընդունենք, որ դա մեզանից չէր, դա ինքն էր։ Ընդունենք, որ դա ինքը ինձ արդարացրեց, դատեմ ինձ եւ իմ դատը հանձնեմ Տիրոջը։ Հասկանամ, որ ես մեղավոր եմ եւ իմ մեղքի համար գին վճարվեց։ Եվ որոշում կայացնեմ աշխարհի սեղանից չօգտվեմ, այլ Տիրոջ սեղանից։ Եվ ընդունեմ Տիրոջ մարմինը, որը եկեղեցին է։ Մեկս մյուսին ընդունենք։ Ողջ քրիստոնեությունը իրարից, չդատենք մեկս մյուսին, այլ ընդհակառակը սիրենք, բարձրացնենք, օրհնենք։ Սխալներն էլ ամեն տան մեջ լինում են, բայց սխալներն էլ լուծվում ամեն տան մեջ։ Սիրո մթնոլորտում լուծենք ամեն մի սխալ, ոչ թե իրար ատամ ցույց տալով։ Օրենքում ասում է ատամի տեղ ատամ։ Իսկ Հիսուսն ասեց. ինչ կկամենաք ձեզ անեն դուք արեք։ Ինչ օգուտ, եթե մենք վարվենք մեզ վարվողների, մեզ սխալ գործողների պես։ Ինչ տարբերություն մեր ու նրանց մեջ։ Ուրեմն հաղորդությունից առաջ մենք վերանայելու շատ բան ունենք մեր կյանքի մեջ։
Ինչի համար Հիսուսը տառապեց, որ ես իր որդին լինեմ։ Մաքրված, սրբված, ազատ ամեն մի մեղքից։ Եվ գիտակցեմ, որ ես մենակ չեմ։ Ես մի հատ հումորային ինչ-որ մի հատ բան էի լսել։ Իհարկե չեմ ասի եկեղեցու անուն, այդ հումորի մեջ տենց անուն կա, ասма երկինք են գնում Պողոս առաքյալը տանում է, ասма այստեղ հավաքված են խարիզմատները, այնտեղ հու գոռում են, փառաբանում, այնտեղ շուխուրոտ տեղ է, տենց մի քիչ։ Այստեղ էս ինչ եկեղեցին։ Տենց այստեղ տենց, հա, այնտեղ բան, ասма այստեղ կամած, Պողոսն ասում։ Ասма որ իմանան երկնքից իրանցից բացի երկնքում մարդ կա կնեղվեն։ Մենք այտենց չլնենք։ Մտածենք մենակ մենք պիտի այնտեղ գնանք, չէ։ Այն մնացածն տենց ընդես եկե, չէ։ Տիրոջ մարմինը փրկվելու է։ Տիրոջ մարմնի համար Տերն է գին վճարել։ Ուղղակի դու հավատալի մեղի այն ընտանիքին, որտեղ Տերը քեզ դրել է։ Ամբողջ խնդիրը դրա մեջ է։ Միաբանվի այն գործին, որ Տերը քեզ դրել է, եւ եղիր հավատարիմ։ Եղիր հավատարիմ, ընդունելով որ ոտն էլ ոտի գործ անելու, էլի երկնքում առնելու։ Սիրտն էլ սրտի գործ անելու, երկնքում առնելու։ Թոքերը իրա գործն անելու, երկնքում են ելնելու։ Մենք միասին իրար հետ էլ չենք ելնելու, էս ինչյան, այն ինչյան։ Ելնելու են Քրիստոսյան։ Բոլորս, ամեն։ Եվ մենք էլ նույնպես այնտեղ ամեն մեկս իրար հետ լինելու ենք մի, հա, գիտեք, sense կա, չէ, վարձքի օր, որ Տերը տալու է։ Ժողովուրդ, ես եւ դու եկեք այդ նույն վարձքին արժանանանք, որտեղ մենք իրար հետ ենք մի գործ անում։ Հովիվին առանձին վարձք չի, հովիվը ձեր հետ վարձքը կիսելու, որտեղ իրար հետ ենք մենք այդ գործն անում։ Եկեք միաբանվենք այն տեսիլքին, այն գործին, որ Տերը մեզ դրել է անելու համար։ Սիրով, խաղաղությամբ, միաբանությամբ անենք այն ինչ որ Տերը մեզ ասել է անենք։ Առանց ատամ ցույց տալու, կռիվ անելու, երկպառակություն չլինի, ինչպես ասում է, տարաձայնություն չլինի, Պողոսն ասում է։ Այլ ամենքը միևնույն խոսքն ունենանք, միևնույն խոսքը, միևնույն տեսիլքը, միաբանությունը, սերը, հավատքը։ Չէ՞ որ այդ ամենը մեկ է։ Ամեն։ Դրա համար սերը, որը միշտ հավիտյան մնալու է։ Եվ ասում է ջանք արեք, որպեսզի միաբանությունը պահեք խաղաղության պահով, խաղաղության կապով։ Եփեսացի թղթում է գրված. ջանալով հոգու միաբանությունը պահել։ Ինչի՞ եմ ես ամենը ասում, որտեղ մենք հաղորդության ենք մոտենում։ Եթե իմ կողմից ես ջանք չեմ անում, որ եկեղեցու միաբանությունը պահեմ, ես չեմ ընդունում մարմին ուրեմն։ Սա հաղորդության կարևոր բաղկացուցիչ մասը, ասում է չի որոշում Տիրոջ մարմինը։ Եկեք որոշենք Տիրոջ մարմինը եւ մարմինը պետք է միաբան լինի։ Ջանալով միաբանու խաղաղությունը պահել, հա? Միաբանությունը պահել խաղաղության կապով։ Ուրեմն մենք պետք է ջանք անենք, որ խաղաղություն պահենք մեկս մյուսի հետ։ Խաղաղ լինենք, ուրախ լինենք։ Թե ընտանիքի մեջ միշտ իմացեք ամեն բաժանման արմատը սատանան է։ Բաժանման արմատը սատանան է։ Նախ եւ առաջ մեղքի հետևանքով բաժանում բերեց Աստծո եւ մարդու միջև։ Հետո այն ինչ որ Տերը միաբանում է ընտանիքը, եկեղեցին, որը որ էլի ընտանիքն է, չէ՞։ Նա կուզենա բաժանի եւ ֆիզիկական ընտանիքները։ Նույնպես սատանան կուզենա բաժանի։ Եվ եթե մենք գիտակցում ենք, որ այդ բաժանման հետևում կանգնածը սատանան է, միաբանության հետևում կանգնածն Աստված է։ Որտեւ Տերն ասում է այն ինչ որ խոսքն ասում է, ինչ որ Աստված միաբանեց, մարդը թող չբաժանի։ Եկեղեցին էլ է Աստված միաբանել։ Ամեն։ Եվ դա մարդը պիտի չբաժանի։ Ընտանիքն էլ է Աստված ստեղծել։ Աստված ստեղծեց մարդուն, Աստված ստեղծեց ընտանիքը։ Շուտով մայիսի 15 ընտանիքի տոնը։ Եվ ասում է, եթե մարդը Աստված միաբանեց, մարդը թող չբաժանի։ Այդ մարդը կարա այդ միաբանված զույգերից մեկը լինի։ Մենք էլ ենք մարդ, չէ՞, պատկերացրեք։ Ես ասեմ հլնդեն է, ես կնիկս էս ինչ համատածում։ Ու ես իմ մեջ բաժանում բերեմ։ Կինն էլ հակառակ նույն ձևի բահալստը ես սրան էի արժան։
ու այդ բաժանումը գալիս է մտքի մեջ, որից հետո ընկնում է սիրտ, որից հետո հեռանում է նախ եւ առաջ ներսի մարդը, ելնում է ֆիկտիվ ֆուտլյարը իրար հետ, հետո այդ ֆուտլյարը գնում մի հատ թուղթեր է թղթով էլ անում լուծում պրսավ, բայց այդ բաժանումը սկսվեց ուրիշ տեղից, մտքից ու սրտից, դրա համար ամեն բաժանում մենք պետք է հենց ներսի, մտքի, սրտի, մենք պետք է բերենք այդ դրա հակառակ բանը, որ Աստված խոսքն ասում է, ատում է ապահարզանը, բաժանում Աստված ատում է։ Նույնպես եկեղեցու ներսում մենք իրարից կարանք բաժանված լինենք, իրար չընդունելով, իրար քննադատելով։ Եկեղեցին միաբանել Աստված եւ մարդը թող չբաժանի։ Մենք կարանք ֆիզիկապես լինենք, մի հատ թուղթը պահում է, էլի, մեզ։ Թուղթը ո՞րն է։ Այսքան տարի գալիս է մեզ եկեղեցի։ Բայց մեր ներսով բաժանված են։ Մերոնք ձերոնք վիճակ։ Կա չէ մարդու կնիկ որ ասում են, ձերոնք։ Նեն ասում, բահլը ձերոնցն է։ Մերոնք ձերոնք։ Բաժանված է։ Մերոնք ուրիշ են, ձերոնք ուրիշ են։ Յանի, կա չէ, որ Յանի կրասնի, Յանի բելի։ Ժողովուրդ, ինչ է մեզ ամեն ասում։ Քրիստոսի մարմինը խոսում է միաբանության մասին։ Ոչ թե բաժանման մասին։ Մենք մոտենալու ենք հաղորդությանը։ Եվ մենք սա անելով հաստատելու ենք միաբանությունը մեր։ Որտեղ մենք որոշում ենք Քրիստոսի մարմինը։ Հաստատելու ենք, որ մենք այս աշխարհի սեղանից հրաժարվել ենք, մենք Տիրոջ սեղանին ենք մոտենում։ Հաստատելու ենք մի բան, որ ես ինձ դատում եմ ու իմ դատը տալիս եմ Տիրոջը, ես ապաշխարում եմ ու ներողություն եմ խնդրում, ես փորձում եմ իմ անձը։ Պատկերացնում եք ինչ եմ ասում։ Եվ սա հոգևորում շատ լուրջ ակտ է։ Ընդունել հաղորդությունը։ Մենք ամբողջ դարերի եկեղեցու հետ մեկ ենք դառնում Քրիստոսի մարմնի հետ։ Պողոսի, Պետրոսի հետ մեկ ես դառնում։ Քրիստոսի հետ մեկ ես դառնում։ Երկրորդ, երրորդ, չորրորդ դարերի ժողովրդի, քրիստոնյա ժողովրդի ամբողջ դարերի հետ մեկ ես դառնում Քրիստոսի մեջ մեկ ես դառնում դու։ Որովհետև եկեղեցին ժամանակներից դուրս է։ Քրիստոսի մարմինը։ Մենք մի օր թողելու ենք այս երկրային ժամանակը ու Տիրոջ հետ միաբանվենք երկնքի հետ։ Ու հավիտյան Աստծո ժողովրդի հետ ու Տիրոջ հետ լինենք։ Ամեն։ Ինչ որ երկինք է գնում, դա կարևորի ժողովուրդ։ Իսկ գիտեք երկինքով է գնում։ Եկեղեցին երկինք է գնում։ Կարևորի։ Մարդը երկինք է գնում, կարևորի։ Ամեն։ Շուտով մոտենում ենք այս հաղորդությանը, բայց մի քանի բան նույնպես կասեմ։ Մենք պետք է Աստծո մոտենանք ցանկությամբ, մեր սրտի ցանկանալով։ Ոչ թե ես հաղորդություն չեմ ուզում, բայց տիպված գալիս եմ ընդունել։ Եթե քո ներսը չի ցանկանում։ Հիշում եք Հիսուսը ինչ ասեց Զատիկից առաջ, ասма ցանկանալով ցանկացա ձեր հետ անել ես։ Սեղան, ցանկանալով ցանկացա ձեր հետ ես ունենալ ես։ Ցանկանալով ցանկացա։ Արդյոք մենք էլ ենք ցանկանում այդ մարմնի հետ հաղորդակցություն ունենալ Քրիստոսի հետ։ Ցանկանալ։ Հաջորդ ինչպես մենք պետք է մոտենանք հավատքով։ Որովհետև հավատքն է, որ այս ամենը իրականություն է սարքում։ Հավատքն է, որ իրական է։ Ամեն։ Աստծո խոսքը ասում է, ես հավատում եմ, որ ես Քրիստոսի մարմնի հետ մեկ եմ լինում։ Ամեն։ Հավատամ։ Ինչպես ես մոտենամ նույնպես։ Հիշեմ, թե ինչ արեց իմ համար Հիսուսը խաչի վրա։ Հասկանամ, որ իմ մեղքերի գինը վճարվեց եւ ապաշխարեմ փորձելով իմ անձը։ Ամեն։ Հրաժարվեմ այս աշխարհի սկզբունքներից եւ իմ արած ամեն մի սխալներից եւ դառնամ Տիրոջը։ Գոհությամբ մոտենամ Տիրոջը։ Գոհանալով։ Հիշում եք, վերցրեց հացը, գոհացավ։ Ասեց առեք երեք։ Գոհությամբ։
Մոտեցիր որպես Քրիստոսի մարմնին։ Ամեն։ Եվ միաբանությունը պահելու շատ կարևոր սրտով մոտեցի, որ դու որոշում ես միաբանությունը պահես։ Մեկ ես լինում Տիրոջ մարմնի հետ։ Հաղորդությունը դա հստակ գործողություն է, հավատքի գործողություն, որ ես հավատքով ընդունում եմ, որ սա Քրիստոսի մարմինն է, որ կոտրվեց իմ մեղքերի համար, եւ հավատքով ընդունում եմ, որ սա Քրիստոսի արյունն է, հա, որ թափվեց իմ մեղքերի համար։